Իսկ դուք ունեք հավաքների մասնակցելու ազատություն մի երկրում, որտեղ ոստիկանությունը կարող է լուսաձայնային նռնակներ նետել խաղաղ ցուցարարների ուղղությամբ։ Խոսքի իրավունք չունես, եթե խոսում ես դեպի իշխանությանը, արդեն ճիշտ չի դա։ Պետք է միշտ իրանց պաշտպանես, որ լավ լնես։ Ունեք ազատորեն արտահայտվելու իրավունք մի երկրում, որտեղ կոպտորեն փակում են այն բերանը, որը կհանդգնի պատարագի ժամին տալ կաթողիկոսի վարչապետի հրահանգով զեղչվող անունը։ Ազատ խոսք է մնացել ձեր կարծիքով։ Հիմա ազատ խոսքի համար փակում են։ Ազատ խոսք չկա, որը ընդդիմադիր է, բռնում տանում են, տենում են ով շատ է խոսում, դատում են։ Արդար դատաքննության իրավունք մի երկրում, որի բանտերը իրավապաշտպանների պնդմամբ լցվում են քաղբանտարկյալներով։ Իրավունք չկա, քանես վարշախումը կա, ոչ մի իրավունք չկա։ Չկա, ոնց։ Օրինակ մեկը կնշեք, որ իրավունք Բոլորը չկա, իրավունք չկա, մոռացեք ցավը բանը։ Ոչ մի իրավունք էլ չկա այս երկրում, կսկիծով ձեռքը տեսախցիկի առաջ թափ է տալիս Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Փաշինյանի հռչակած ժողովրդավարության բաստիոնում, որտեղ ինքը մեկն է 3 միլիոն վարչապետներից։ Չէ, ինչ պաշտպանված։ Չէ, Ազիջան, ինչ պաշտպանված։ Ինչու։ Այ ցավը տանեմ, տեսնում ես ինչ կներա։ Ամեն ինչ թանկ, ամեն ինչ դժվար է, էլի մեռնեմ քեզ, դի ապրենք, ոնց ապրենք մենք։ Չէ։ Հասարակ պաշտպանված չեմ համարվում։ Այսօր մեր սովորական շարքային քաղաքացին ոչ մի բան էլ պաշտպանված չի։ Քաղաքացիների պնդմամբ ոչ թե հարգված չէ, այլ պարզապես ոտքի տակ է դրված Հայաստանի քաղաքացիների անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։ Ամեն քարու թփի տակ կարող է ձայնագրող սարք լինել։ Ոնց ասեմ, դա մի մարդու կամակատարության հրամանն է կատարում, մետա։ Մտքի, խղճի եւ կրոնի ազատության մասին մոռացել են այս մարդիկ։ Փաշինյանն ասում են ինքն իրեն հորջորջել է քարոզիչ, քահանա, կաթողիկոս ու պարզապես սուրբ։ Ինքն է որոշում ինչ հունով պետք է գնա 1700-ամյա մեր եկեղեցին։ Օրինակ դու համամիտ եք, ես որ քարկոծես, ես քահանաներին ինչեր անում, դա ճիշտ է։ Խտրականությունն արգելված է մեր սահմանադրությամբ, բայց Արցախից բռնագաղթածներն իրենց լրիվ լուսանցքում են զգում։ Ղարաբաղցի։ Օրինակ դուք որպես արցախցի, ձեր որ իրավունքներն եք խախտվել։ Ոչ մի իրավունք ստեղող կոնինքի մեջ։ Ազատության, ձեզ այնպես չեմ ուզում խոսալ։ Մենք Ղարաբաղից եկածով։ Համարյա սաղն է։ Բայց ինչ կապ ունի, ինչ իրավունքներ է մեզ համար սահմանում այն սահմանադրությունը, որ փոխել է ուզում Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի ներկա իրավիճակը թշպախտորեն ցավալի է, շատ ցավալի է։ Բոլոր ժամանակներում դերս ամենից ցավալի ժամանակը շրջանն ենք ապրում։ Մենք եկած ենք հայրենիք, որովհետեւ մեր տեսլական մեջ հայրենիքը այլ բան էր, ինչ որ այսօր տեսնում ենք այլ բան է։ Ես միշտ պաշտպանում եմ, հույսը դրելով իմ վրա։ Հույսը ես եմ։ Զայրանում, հուզվում են այս մարդիկ, պատրաստ են եկեղեցում 100 մոմ վառել, միայն թե հեռանա իշխող վարչախումբը։ 100 հա չէ, 1000 մոմ էլ կարող է վառել, այդ ամբողջ մոմն էլ կվառի։ Հոդ այս մարդան ժողովրդի կյանքը կերել է։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդելյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։